Պարոն վարչապետ, համացանցում տեղեկություններ կան, որ ստեղծվել է Հայաստանում նոր արտաքին հետախուզական ծառայություն, ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության եւ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության աջակցությամբ, սա ինչպես կմեկնաբանեք, արդյոք նոր արդեն գործող արտաքին հետախուզական ծառայություն է, թե այլ բան, եւ մեկ հարց էլ, դուք նշեցիք, որ մայրաթուր կգնաք այն ժամանակ, եթե չեմ սխալվում, ասացիք միջև ամբողջությամբ մաքրվեք, Շատ մեղքեր ունեք, հա, պարոն վարչապետ, շատ մեղքեր ունեք։ Չասեցի ամբողջությամբ, ասի բավական չափով։ Լավ, իսկ բավական չափի համար ձեզ քան տարի է պետք կամ տասնամյակ, ինչքան ժամանակ է պետք։ Կապրենք կտեսնենք։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, կներեք ընդհանրապես չեմ մեկնաբանի, ոնց ասեմ, որ ձեզ համար հանկարծ վատ չէ ինչի, որովհետև այդ ինչ որտեղից եք կարծում։ Արման Բաբաջանյանն է Հանրապետություն ծառայության հայտարարություն։ Դե կներեք դա անհետեցություն։ Իսկ այսքը չկա այդպիսի Հայաստանի Հանրապետությունում երբ է ստեղծվել 2024 կամ 23 թվականին ստեղծվել է արտաքին հետախուզական ծառայություն։ Այդ ծառայությունը ստեղծվել դրանից առաջ ընդունվել է օրենք։ Հետո ընդունվել է կառավարության որոշում։ Հա կառավարության որոշումից հետո կարող է process-ները գաղտնի են տեղի ունեցել։ Դա Հայաստանի Հանրապետության կառավարության եւ օրենքներով որոշումներով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզական ծառայություն։ Ամերիկան եւ Բրիտանիան կապ չունեն, կապ ունի միայն Հայաստանի Հանրապետությունը, իսկ արտաքին հետախուզական ծառայությունը ինչպես ցանկացած երկրի արտաքին հետախուզական ծառայություն համագործակցում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Բրիտանիայի, մյուս երկրների գործընկեր երկրների արտաքին հետախուզական ծառայության։ Ինչ? Բացառում եմ, որ ստեղծվել է եւ ես չգիտեմ։ Եվ նույնիսկ բացառում եմ, որ առանց իմ որոշման նման բան կարող է ստեղծվել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։